կներեք շատ կաղնեցիք։ Պարոն նախագահ, ձեր թույլտվությամբ երկու հարցադրում ունեմ։ Առաջին հարցադրումը այն է, որ արդյոք հետընտրական գործընթացի համար մենք ունենք պլան B, քանի որ գործ ունենք խուլիգան խունտայի հետ, որ ամեն ինչի ընդունակ են եւ ըստ իս իրենք փողոցով եկել են եւ պետք է փողոցով գնան, իրենք երեկվա իր ելույթից հետո կարծում եմ, որ չի հաշտվելու ընտրությունների այն եզրակացության հետ, որը պետքա լինի։ Եվ երկրորդ հարցադրումս այն է, արդյոք այս իշխանությունը երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձից մինչև ամենամանր այս օրինազանցություններին խառնված անձիկ պետք է քրյորեն պատժվեն։ Նայեք, պլան B-ի վերաբերյալ ես նույնիսկ չեմ էլ ուզում մտածեմ պլան B-ով ծանրաբեռնեմ ինքս ինձ, որովհետև մեծ համոզմունք ունեմ, որ պլան A-ն հաջողություն է ունենալու։ Նայեք, մենք 21 թվականի փորձը այնուամենայնիվ ունենք։ Եթե հանձնաժողովի անդամը, եթե վստահված անձը ամուր կաղնած է եւ իր ֆունկցիան է իրականացնում, կոնկրետ տեղամասում շատ դժվար է ինչ-որ բան անել։ Ուրեմն մենք պետք է մոբիլիզացնենք մաքսիմալ ձևով մեր թիմը, ստանանք այդ արդյունքները եւ որից հետո ոչ մեկը չի համարձակվելու որևէ բան անել։ Այն ինչ դուք ասում եք, ենթադրում է, որ կան ընտրության արդյունքներ եւ օրինակ վարչապետը հայտարարում է, որ մեկ է ես եմ։ Սա նշանակում է, որ պլան B-ն հեղափոխությունն է, բայց արդեն լեգիտիմ իրավունք ստացած հեղափոխականներով, այլ ոչ թե զուտ փողոցի մարդկանցով։ Ինչ հասկացաք, ամենից կարևորը ստանալ այդ մանդատը ժողովրդից, ստանալ այդ քվեն ժողովրդից։ Եթե այդ քվեն լինի, ոչ մեկը չի համարձակվելու ասել, որ չէ, ես մեկը աթոռս չեմ թողնում։ Այդ աթոռի տերը իրենք չեն, աթոռի տերը դուք եք։ Ինձ հասկացաք, շատ դժվար է հիմա, իսկապես ես չեմ տեսնում, որ վստահված անձերը, հատկապես հիմա բավական մրցակցային դաշտ է նաև ընդդիմադիր դաշտը։ Հիմա դուք պատկերացրեք բոլոր այդ ընդդիմադիր կուսակցությունները, որոնք մասնակցում են, ունենան իրենց հանձնաժողովի անդամը, ոչ բոլորը միայն խորհրդարանականներ ունեն եւ ունենան վստահված անձինք։ Դժվար է տեղում ինչ-որ բան անել։ Ուրեմն, լավատեսությամբ պետք է լծվենք, նաև պատրաստ լինենք պլան B-ի, բայց մեր հույսը դնենք պլան A-ի վրա։ Շնորհակալություն։ Պարոն նախագահ, հաշվի առնելով ձեր երկար տարիների քաղաքական փորձը, ինչ խորհուրդ կտաք երիտասարդ սերնդին ներգրավել քաղաքական կյանքի մեջ։ Վերջերս մի արտահայտություն եմ արել, որ երիտասարդները ակտիվ մասնակցում են հեղափոխություններին, բայց պասիվ են մասնակցում ընտրություններին։ Թոշակառուները հակառակը չեն մասնակցում հեղափոխություններին, բայց լավ մասնակցում են ընտրություններին։ Հիմա փորձենք այդ դիրքերը մի քիչ մոտեցնել իրար։ Թոշակառուի մոտեցումը սովորույթ է եւ երիտասարդների։ Պետք է գալ ընտրությունների։ Ես հասկանում եմ, որ նաև մեզանից է կախված, թե մենք ընտրություններին մասնակցելը ասենց երիտասարդների համար տրենդ ենք ձևավորելու, թե ոչ։ Պետք է փորձենք նաև որոշակի կրեատիվ ինչ-որ մոտեցումներ մենք ցուցաբերենք, որ տրենդային դառնա, գնալ, քվեարկել։ Սա ուրիշ բան չկա, մենք հեծանիվ չպետք է օրինենք։ Եթե ուզում եք նույն վիճակը մնալ, մնացեք ձեր տունը։ Ով հաշտ է ներկա իրավիճակին, ներկա մթնոլորտին, կարող է չքվեարկել։ Բայց մեր կոչը բոլորը կան եւ մեծ մասնակցությունը անպայման բերելու է փոփոխության։ Լավ։
Ես մի բան, եթե իմ գործընկերները ինձ լրացնելու բաներ ունեն, ասենց ազատ ոճով, ուղղակի ես զավթել եմ այս բանը։ Պարոն նախագահ, նշվեց, որ Նիկոլ Փաշինյանը վախեցնում է ժողովրդին պատերազմով։ Ու նշվեց, որ սեպտեմբերին տեղի կունենա ավերիչ պատերազմ։ Ուզում եմ ձեր կարծիքը իմանալ, ինչ եք կարծում դուք այդ պատերազմի մասին, կլինի արդյոք դա թե չէ։ Ու Ալիևը իրեն հարմար իշխանության անկումից հետո կգնա այդ քայլին թե չէ, ու ինչքանով մենք պատրաստ կլինենք այդ պատերազմին ընտրություններից հետո։ Բացառում եմ ընդհանրապես։ Բացառում եմ եւ իմ ելույթի ժամանակ ասացի, որ պատերազմի վտանգը իրեն կուրչացնում են մեկ նպատակով այդ մահակը ձերքին ունենալու, ձեր կամքի վրա ազդելու վրա, ձեզ ճնշելու վրա։ Ինչ չեմ վախեցնում, ձեզ եմ վախեցնում։ Հիմա դուք ինքները ձեզ պիտի հարց տաք, ես վախկոտ եմ, ես վախեցա, թե չվախեցա։ Հիմա ինչ վերաբերում է պատերազմ կամ խաղաղություն։ Մեր մոդելը հետևյալն է. պետք է երաշխավորված խաղաղություն։ Երաշխավորված խաղաղությունը նշանակում է մեկ բան։ Ինչ ենք մենք ասում, որ խաղաղությունը կախված չի լինի Քոչարյանից, Փաշինյանից կամ որևէ մեկ այլ անձից։ Խաղաղությունը, որը կախված է մեկ անձից, դա խաղաղություն չէ։ Դա խաղաղություն չէ։ Եվ ես իմ նաև հարցազրույցների ժամանակ բավական համաշխարհային փորձից եմ ինչ օրինակներ բերում։ Կան, որ չկա, կա փորձ օրինակ Կիպրոսի, չկա որևէ ստորագրված խաղաղության վերջնական պայմանագիր, բայց կա հողի վրա խաղաղություն, որովհետև կա լուրջ երաշխիքային համակարգ։ Իսկ այն տեղերում, որտեղ ստորագրում էին մի խաղաղության, այսպես ասենք, պայմանագիր, բայց չկային երաշխիքային համակարգեր, շատ արագ այդ ամեն ինչը վերանում է եւ վերսկսում են պատերազմները։ Դրա համար մեր մոդելը հետևյալն է՝ երաշխավորված խաղաղություն։ Սա այն է իդեպ, ինչը այս իշխանությունը չի ուզում։ Այս իշխանությունը չի ուզում երաշխավորված խաղաղություն։ Ասում եմ, մենք Ալիևի հետ պայմանավորվել ենք, արդեն խաղաղություն է։ Տենց հա չէ ասում։ Ասում արդեն խաղաղություն է, այս Ալիևի հետ պայմանավորվել է։ Բայց Ալիևը վաղը որ մտափոխվի, ինչ ես անելու։ Իսկ ինքը չի ուզում այսպիսի խաղաղություն։ Քանի որ ինքն է պայմանավորվել Ալիևի հետ։ Այդ խաղաղությունը պարտադիր կերպով սվարկայով կապված լինի իր անվան հետ, որ ինքը երբ գան ընտրական ինչ-որ ցիկլեր, ինքը կաղնի ասի, բայց այս խաղաղությունը իմ հետ է կապված։ Խաղաղությունը փորձում ասարկել իր ազնական բրենդը։ Մինչդեռ իր ազնական բրենդը դա պատերազմն է եւ արհավիրքները։ Հիմա սխեման սա է, չի լինելու, այսպես ասենք, ես ոչ թե վստահ եմ, ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ նույնիսկ խոսակցությունը պատերազմի մասին վերանալ։ Այդ խոսակցությունները, այդ դիսկուրսը, առողջ դիսկուրս չի։ Նա չի լինելու։ Ունենք հարցեր։